Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 14-ի համար։ Օրը երեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 14-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ մոտ փակ, դա ինչ-որ երկար մտածեք, կարողանալ դուրս գալ այդ վիճակից, անել այն, եթե մի փոքր ավելի խորը մտածեք, ավելի երկար մտածեք։ Նաև հիվանդանոցում կարծես թե ինչ-որ մարդիկ ունեք, կամ հիվանդանոցի հետ կապված, բժշկական որևիցե կուրսերի հետ կապված, բժշկական որևիցե հաստատության հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ պետք է գնաք, միգուցե եւ ինչ-որ թղթաբանություն է եւ այլն, ինչ-որ գործեր պետք է անեք եւ ավարտեք։ Այդ օրը նաեւ ինչ-որ գործեր առաջ կմղեք։ Ես ուզում եմ, որ այս քարտը մենք դիտարկենք, դուք հետո ինձ կարող եք գրել, ինչ-որ գործեր կարողացաք այդ օրը առաջ մղել, թե ոչ, որովհետեւ սովորաբար այս քարտը թարս է, ընդհանուր ինքը պետք է ուղիղ լինի, որպեսզի ճիշտ լինի իրադարձությունը, բայց ես կուզեի նաև ինչ-որ մարդիկ, ում որ կընկնի սա, ամենայն դեպս ձեզ է ընկել, ձեզ եմ ասում, որպեսզի եթե ինչ-որ բաներ առաջ կտանեք այդ օրը, ապա ինձ ասեք, եթե ինչ-որ մի բաներ չեք կարողանա առաջ տանել, եւս էլի ինձ ասեք, որ ես հասկանամ այդ քարտը ինչպես է ինքը ազդում մարդկանց վրա, որովհետեւ ինքը թարս է մեկ ընկնում այդպես։ Եվ իհարկե ոմանց այդ օրը սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, նաև ձեզ սիրված կզգաք ինչ-որ մի հարցում, միգուցե առաջ եք տանում իրոք գործերը եւ ձեզ լավ եք զգում, որ ամեն ինչ կարողանում եք առաջ տանել ի վերջո։ Նաև երեկոյան ընտանիքում սեր կլինի, ուրախություն, մեկը մյուսին սիրային խոսքեր կասի, ձեզ լավ կզգաք։ Նաև ձեր սիրելիի հետ կարող եք անցկացնել օրը, ձեր սիրելի մարդկանց, հարազատների եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 14-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեր տրամադրությունը բարձրացնելու, էներգիայով լի կլինեք, ուրախ, կհանդիպեք կամ կխոսեք որևիցե մասնագետի հետ, բայց երեկոյան խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք, կարողանաք դուրս գալ այդ իրավիճակից։ Այսքանը ձեզ համար, հա, սա իրենը չի, ուզում եմ անպայման նշել, ովքեր որ գնային, սա տղամարդ է, սա կին է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 14-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը որից է նամակ կստանաք փաստաթուղթ, տեղեկատվություն, միգուցե այստեղ բժշկական տեղեկատվություն է, բժշկական հաստատությունից, նաև միգուցե ձեր հանգստի հետ է կապված, կարող արձակուրդային են տալիս, վերցնում եք, հա, դուք ինքներդ դիմել եք, պատասխանն եք ստանում, նման այլ հարցեր, նաև եթե օտարերկրում եք, միգուցե բժշկական ինչ-որ թուղթ է, որ իրավունք է ձեզ տալիս զբաղվել ձեր առողջությամբ օտարերկրում։ Նաև դա կարող է դեղատոմսը, որը վերցնում եք, որ դեղորայք գնեք ձեզ համար։ Եվ ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, ուշադիր եղեք, այդ օրը կարող եք նաև որիցե գործեր, հարցեր ձեր ձեռքից բաց թողնել, որիցե հնարավորություն, հեռախոսազանգ ունեք այդ օրը, նաև երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, եւ հանդիպում կամ շփում կունենաք որիցե տղայի հետ, միգուցե հեռախոսազանգը այդ տղան է ձեզ զանգահարում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 14-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը որևիցե փաստաթուղթ կարող եք ստանալ նամակագրական կապի մեջ լինել որևիցե մարդու հետ, թղթեր, փաստաթղթեր դասավորել եւ այլն։
տեղեկություն կարող ստանալ եւ երկերեսանի մարդու հետ նստելու եք սեղանի շուրջ։ Նույնիսկ չգիտեք, որ երկերեսանի է, ամենայն դեպս երկերեսանի է ինքը։ Այսքանը ձեզ համար այնպես որ ամեն ինչ մի կիսվեք իր հետ, մի բացվեք, ձեր սիրտը մի բացեք։ Ձեզ զգուշացում է սա։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հոկտեմբերի 14-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը երկար սպասված վարույցը փաստաթուղթ կստանաք, նամակ, վարույցը տեղեկատվություն։ Նաև կտրուկ կամ դուք եք քայլ անելու կամ անսպասելի վարույցը մի բան տեղի կունենա կամ անմտածված վարույց եք քայլ կանեք, եթե ինչը ձեզանից է կախված, մի փոքր ուշադիր եղեք, որպեսզի չանեք, մնացածը արդեն ձեզանից կախված չէ։ Նաև որոշ գործեր առաջ կգնան, ձեր կարիերան առաջ կգնա, դուք ինքնդ կարող եք ձեր կարիերան առաջ տանել, հաջողություն է սպասվում ձեր կարիերայում, ձեր գործունեության մեջ, ձեր կարգավիճակում, նաև այդտեղ կարող է փոփոխություններ նաև լինեն սիրային հարցում, ձեր հարաբերություններում եւ ամուսնական եւ եթե դեռ նոր եք հանդիպում միմյանց հետ, այդ հարաբերությունները եւս առաջ կգնան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 14-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը գումար կամ կստանաք կամ գումար կվճարեք։ Հնարավոր է նաև գումարային խոսակցություններ, որովհետեւ օձերի հետ,
Միգուցե պարտք են, միգուցե դուք եք պարտք, գալիս են այդպես մի քիչ ավելի կոպիտ, հա, կամ խոսակցություն է սա վճարելու, տալու, միգուցե ինչ-որ ապրանք եք ուղարկել, չեն ուզում վճարել, նման որևիցե ինչ-որ իրավիճակ է, որը գումարի հետ է կապված։ Եվ հույս ունեք հիվանդանոցի հետ կապված կամ անալիզների պատասխանի հետ կապված կամ կապակինվեք, եթե ձեզ վատ եք զգում, հույս ունեք, որ հիվանդը կապակինվի, եթե հիվանդ ունեք հիվանդանոցում, իր մասին եք մտածում ավելի շատ։ Եվ օրվա վերջ տատանվում եք, ոչ թե սա ծանրութ թեթև եք անում, այլ այո կամ ոչի մեջ եք տատանվում, անել չանելու մեջ եք տատանվում, միգուցե նաև այստեղ ինչ-որ տղա է, կարող է այդ տղայի հետ է կապված, ասել, չասել, հանդիպել, թե ոչ, սիրտը բացել, թե ոչ, ինչ-որ պահեր են, որ նաև ոչը տղայի հետ կարող է կապված լինել դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին, հոկտեմբեր, չկարելի։ Ինչ է սպասվում կշեռքներին հոկտեմբերի 14-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը զգուշացում ունեք, աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, միգուցե այնպիսի մի առաջարկ ձեզ անեմ, որ գայթակղիչ լինի, բայց վտանգավոր է, այդպես արագ մի ընդունեք այդ գայթակղությունը, այդ առաջարկը։ Նաև ստորագրելու հետ կապված եւս անպայման լավ ուսումնասիրեք ինչ եք ստորագրում, որովհետև դա կարող է նաև լինել խաբեություն։ Ոմանք այդ օրը կընդունվեն աշխատանքի, ոմանք կարող են հանդիպել պետական աշխատողի հետ, նաև հարցազրույցի գնաք, հեռախոսազանգ կունենաք եւ երեկոյան կարող եք տատանվել ինչ-որ հարց ծանրութեթև կանեք։ Միգուցե այդ առաջարկը, միգուցե աշխատանքի վերաբերյալ եւ այլ հարցեր։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 14-ին։
հարգելի կարիճներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, որից է շատ կուրախանաք, միգուցե այնտեղ ինչ-որ ասեն, դա ձեզ ուրախացնի։ Օրվա ընթացքում հանկարծակի լուր կլսեք, նաև կարող է այս տղամարդուց եք լսում, նաև այս տղամարդուն եք հանդիպում, այս տղամարդու մասին եք լսում, կամ առանձին այդ տղամարդուն եք հանդիպում, հետո մեկ այլ տեղից մեկ այլ տեղեկատվություն եք լսում, հանկարծակի դա անսպասելի է ձեզ համար։ Նաև այստեղ էմոցիոնալ կլինեք, միգուցե ինչ-որ մեկի հարսանիքի մասին եք իմանում, ինչ-որ մեկի ամուսնության մասին, միգուցե ձեր երեխաներն են այդպես հանկարծակի գալիս եւ ասում, որ ուզում են ամուսնանան եւ զարմանում եք։ Սա նաև ամուսնության առաջարկ է, սիրախոստովանությունը, որից եւս էլի, բավականին էմոցիոնալ կլինեք, ընտանիքի անդամների հետ դա կարող է կապված լինել ամուսնու, կնոջ կամ երեխաների, ինչ-որ մեկի մի բան կարող եք իմանալ իրենց մասին կամ իրենք կարող են գալ տուն, անսպասելի, հատկապես եթե երկար ժամանակ չեք տեսել ձեր երեխաներին, մեկ էլ գան կամ ամուսինը, ինչ-որ մեկի մասին նաև, որից է լուր կարող եք լսել, անսպասելի եւ էմոցիոնալ լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 14-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը գորգռալու եք ինչ-որ մեկի վրա, հետո տրամադրությունը բարձրանալու է, որ ի վերջո գորգռացիք հանգստացաք, կամ տրամադրությունը բարձր է սկզբում, հետո ինչ-որ մեկը մի բան այնպես չի անում, ոնց որ հարամ է անում, այդպես են, սովորաբար այդպես ենք ասում, հարամ է անում տրամադրությունը եւ այստեղ գորգռում եք։ Միգուցե առավոտյան շատ շուտ է չեն թողում ձեզ քնեք, միգուցե լավ չեք զգում, պարկած եք, այսպես ուրախ արթնանում եք, բայց ոնց որ տրամադրությունը գցում են, այդ հանելով ձեզ քնից եւ դուք գորգռում եք։ Նաեւ գորգռալ հետո ձեզ ուղակի վատ զգալ, կախված է թե ինչ կարգ եք գորգռում, միգուցե իրոք գորգռում եք եկող աշխատանքի վայրում է, ինչ որ մեկի վրա է, որ շատ եք ուզում խոսել, գորգռալ, բայց անընդհատ հետ եք պահում ձեզ, բայց մի փոքր ձեր առողջությանը նաև հետևեք, այստեղ, որովհետև հետո խոչընդոտներ են առաջանում, եթե աշխատում եք, ապա կարող եք չկարողանալ աշխատել, եթե տանն եք, ապա եւս։ Նաև հակառակը կարող է ուղղակի ձեզ պարկած տեղից հանում են, դրա համար գորգռում եք, այդպես ուրախ ուզում եք արթնանալ, ինչ-որ բաներ այնպես չի ու սկսում եք գորգռալ։ Եվ օրվա ընթացքում մի փոքր ուշադիր եղեք, կարող է նաև ինչ-որ հանկարծակի մի տեղեկատվություն ի հայտ գալ, բացահայտվել, նաև եթե ինչ-որ պայմանագիր պետք է կնքեք, եթե ինչ-որ հարցեր պետք է լուծեք, անպայման ուշադրություն դարձրեք գրածին, ստորագրությանը, այնպես մի ստորագրեք։ Նաև
այստեղ հեռախոսազանգ ունեք, նա ընտանիքի անդամներից որից է մեկն է ձեզ զանգահարում, նաև տանը որից է առիթ կարող եք ունենալ, որևիցե ծնունդ, կնունկ կամ տան հետ կապված իրադարձություն է, տեղափոխվում եք, տան ուբորկա եք անում, մաքրություն, ինչ-որ մի բան, այստեղ կարող է կապված տան հետ, ամեն մեկի համար մեկ է, տարբեր բաներ կարող են լինել, և հաջողություն ունեք, գուցե ինչ-որ բանը հաջողությամբ է տեղի ունենում տան հետ, եթե առիթ է, ապա ևս, այդ ամենը շատ հաջողությամբ կանցնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այծեղ ջուրներին հոկտեմբերի 14-ին։ Հարգելի այծեղ ջուրներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ հարցեր կան, որ կարող են մի փոքր ձեր տրամադրությունը գցել։ Այնտեղ խոչընդոտներ կան, հետո կարող եք հեռախոսազանգի միջոցով իմանալ կամ նաև զանգահարեք այնտեղ իմանաք կամ հետո զանգահարեք ինչ-որ հարցեր լուծելու համար, որ իմանաք ինչ-որ մի բան այնպես չէ, հետո զանգահարում եք այնտեղ լուծելու համար։ Եվ երկերեսանի մարդիկ կան ձեր կարիերայի հետ կապված, միգուցե առաջ խաղացում է եղել կամ նախանձում են կամ փորձում են արդեն ձեզ հետ ավելի մտերմանալ, իբր դուք արդեն ավելի բարձր եք։ Եվ կարող են նաև երկերեսանի մարդիկ փորձել խանգարել ձեր կարիերային։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 14-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը այստեղ հիվանդ ունեք եւ սա է ասում, երկուսն էլ պարկած են, միգուցե ընտանիքով եք պարկած, միգուցե ընտանիքով մրսել եք, մեկը մյուսին վարայքել է, նաեւ ինչ-որ միտեղ կարող է պարկած լինեն, հա, դուք օրվա ընթացքում պարկեք հանգստանալ, վեր կենալ, գնալ հիվանդանոց կամ բժշկական վարչակ կենտրոն։ Այստեղ մասնագետի հետ եք խոսելու, որովհետև ինչպես տեսնում եմ, այստեղ ձեր զույգն է հիվանդ, ձեր ընտանիքի անդամներից ոնց է կարող է հիվանդ լինել, սեր եք իրեն տալիս, էմոցիոնալ եք եւ ինչ որ չափով էլ այդտեղ խոչընդոտներ կան, որ ինքը այնտեղ է, միգուցե դուք չեք աշխատում, արդեն այդ դեպքում իրան եք խնամում կամ իրենց եք կամ չեք կարողանում ընդհանուր ընտանիքով աշխատեք, ինչ որ մի բան է այստեղ կատարվում։ Նաեւ սա այն որ հոգնել եք, որովհետեւ օրինակ եթե ամուսնություն է, սա այդ ամուսնական այդ պահերը, սա գնել, նա գնել եւ միգուցե եւ հոգնել եք այդ պահերից, որ պետք է այնտեղ խոչընդոտներ կան, ոնց որ ինչ որ բաներ առաջ տանելու համար այդ հարսանեկան արարողությունից, ոնց որ գլխացավանք է դա արդեն հոգնել եք, բայց էլի միևնույնն է սերը կա, ուզում եք ամեն ինչ անեք, էմոցիոնալ եք, բայց սա խոչընդոտներ կան, չի լինում դա առաջ տանել։ Նաև սա հարաբերություններին կարող է վերաբերվել, եւս էլի սերը կա, բայց ինչ որ խոչընդոտներ կան, ինչ որ պահեր կան, գուցե մեկը մյուսից ուզում է հանգստանալ, ինչ որ պահեր են սրանք, որ վերաբերվում է ձեզ եւ ձեր զույգին։ Էմոցիոնալ եք բավականին շատ, որն էլ խանգարում է հետագա հարաբերություններին, այստեղ խոչընդոտների եք բախվում։ Շատ այստեղ հետաքրքիր շատ բաներ կարող եմ ասել։ Նաև կարող է դուք հիվանդ եք եւ ինչ որ մի ձևով ձեզ ամուսնության առաջարկ են անում, կամ հիվանդանոցում, կամ պարկած տեղը, կամ ինչ որ մի ձևով սա կամ զույգն է հոգնել եւ ուզում է հանգստանալ, եւ էմոցիոնալ եք, որովհետեւ եթե ինքը չաշխատի, խնդիրներ կունենաք, նա որովհետեւ այդպես աշխատավարձ չի ստանա եւ ընդհանուր ընտանիքում խնդիրներ կլինեն։ Ինչ որ պահեր են այստեղ ամեն մեկի մոտ մի բան է, հոգնածություն, հիվանդություն, ամուսին, կին, սեր, էմոցիաներ, հա, ամեն մեկի մոտ սա ինչ որ պահեր կարող են լինել։ Դե ամեն ընտանիք իր խնդիրներն ունի ու ուրախությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 14-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը առավոտյան որոշ խոչընդոտներ կան։ Այստեղ նաև աշխատանքի հետ կապված էմոցիոնալ կլինեք, մի փոքր տխրում եք, մի փոքր դեպրեսիվ վիճակ է, ինչ որ մի բան այնպես չի ընթանում, ինչպես որ ձեզ էր հարմար։ Նաև պետական աշխատողի հետ կարող է խոսակցությունից հետո այդպիսի տրամադրվածություն ունենաք կամ տրամադրությունը ընկնի։ Ինչ որ մի բան կարող է կամ հարցազրույցի եք գնում, այնտեղից էմոցիոնալ եք գալիս, մի փոքր էլ տխրում եք։
Նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք օրվա ընթացքում, սկսեք մտածել այդ ուղղությամբ, միգուցե ինչ պատրաստել, ինչ տանել, որովհետև այստեղ հիվանդանոցի հետ է կապված, կամ դուրս է գրվում տվյալ անձնավորությունը, կամ նաև սա հղիություն է, ծննդաբերություն, սա ինչ-որ մի այնտեղից կարող է լավ լուր եք լսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։